Նոր ձևավորվող համաժողովրդական շարժման կայացման ճանապարհին կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ մասնակցությունն ու դերակատարումը։ Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ամբողջ Հայաստանով մեկ համաժողովրդական շարժման միասնական շտաբներ ձևավորելու որոշման մասին, նշելով, որ դրանք պետք է դառնան մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում։ ԲՀԿ քաղաքական խորհրդի անցկացրած նիստի գլխավոր թեման նոր ձևավորվելիք շտաբներն ու դրանց կազմակերպական եւ կառուցվածքային լուծումներ տալու խնդիրներն են։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշում է, որ այդ գրասենյակները պետք է լինեն ոչ թե միայն ԲՀԿ-ինը կամ ոչ իշխանական երեք ուժերինը, այլ ամբողջ ժողովրդինը։ Մարգելի գործընկերներ, հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ ես հայտարարեցի, որ պետք է Հայաստանով մեկ բացենք ազգային շարժման գրասենյակներ։ Եվ համապատասխան մյուս օրը կուսակցությունում ստեղծվեց խումբ, աշխատանքային խումբ, որը համապատասխան ներկայացեց տարբերակներ, առաջարկներ։ Եվ իհարկե ես էլ տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպելով արտխորհրդանական, ոչ իշխանական, հանրության, հասարակության, հասարակական կառույցների հետ, որոնց մոտ շատ լավ ընդունվեց, որ այդ համազգային շարժման գրասենյակները բացվի եւ համապատասխան այդ գրասենյակները ոչ թե Բարգավաճ Հայաստան կուսակցությանն են, եռյակին են, այլ ժողովրդինն է, որ հնարավորություն է տրվելու ամբողջ հանրապետությունով մեկ բոլոր ոլորտների հետ համապատասխան զրուցելու, տեսնելու ժողովրդի խնդիրը, խնդրը, պահանջը, որ բոլորն էլ տեղյակ լինեն։ Ամենակարևորը մենք այս շարժման ժամանակ ոչ թե պետք է ոգևորվենք ինչ-որ մասա տեսնելով, որը դրա համար պետք է ամբողջ ազգի լսելով, տարբեր ոլորտների մարդկանցով իրենց խնդիրը, իրենց պահանջը, իրենց առաջարկը տեղեկացնենք, որ ցանկացած պահի, որ պետք լինելուց ուրեմն ազգովի մարդիկ ոտքի կանգնելով իրենց պահանջարկը առաջ քաշելով եւ խնդիրը իր լուծումը ունենան։ Համաժողովրդական շարժման շտաբների դռները մշտապես բաց են լինելու բոլորի համար, շեշտում է Գագիկ Ծառուկյանը։ Իրենց խնդիրը, առաջարկությունը, պահանջը կամ տեսակետը հայտնելու իրավունք պետք է ունենան հանրության բոլոր շերտերը, լինի ուսանող, մտավորական թե թոշակառու, առկա խնդիրների վերաբերյալ կարևոր է յուրաքանչյուրի մոտեցումը։ Այսօր մենք ասել ենք, որ Մայդան չենք ուզում, բայց եւ լճացում չենք ուզում, որ համապատասխան ժողովրդի պահանջը ասածը տեղ չհասնի կամ չիրականանա։ Դրա համար պետք է հանրությունով բոլորը տեղյակ լինեն, որ ցանկացած պահի ահազանգի բոլորի մասնակցությունը, աջակցությունը իրենց խոսքը ասեն։ Եվ երբ որ մենք կարողացանք այդ աշխատանքը իրականացնել արդեն, որ հանրությունը բոլորը տեղյակ է, պատրաստ է իմանալով իր խնդիրը, խնդրը, պահանջը, ուրեմն մեր հարցը լուծված է։ Հիմնական ասենք թե այդ բոլոր քայլերը կատարված են, որ պետք է հիմա գրասենյակներում աշխատեն, հանրության հետ շփվեն, լսեն ու իրենց պահանջները, իրենց խնդիրները։ Ու ամեն մեկը համապատասխան պետք է եւ Բարգավաճից, եւ եռյակից, եւ համապատասխան մեզ այդ համագործակցող այլ քաղաքական ուժերից, հասարակությունը կամ ասենք թե տարբեր ոլորտի մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունը պարտադիր է, որ միասնական կարողանան աշխատել եւ կապը պետք է լինի կենտրոնական գրասենյակի հետ, իմ համապատասխան աշխատանքից հետո մեր գործընկերների հետ, եռյակի հետ համապատասխան որոշումը կայացվի, միասնական քննարկենք եւ մեր որոշումների մասին բոլորն էլ արդեն տեղյակ կլինեն։ Մեր ուսերին մենք մեծ պատասխանատվություն ենք կրում, հետեւաբար իրավունք չունենք հապճեպ քայլեր կատարելու, համոզված է ԲՀԿ առաջնորդը։ Միայն ճշգրիտ ու հավասարակշռված քայլերը կարող են տանել դեպի հաղթանակ։ Ամենաճիշտ ուղին դա է, նրանով, որ ասենք թե այսօր այդ ժողովրդի վստահությունը, հավատքը պետք է հուսախաբ չլինեն, դրա համար մենք ոչ թե ոգևորվելով, ճիշտ ճշգրտված քայլերով, հաստատակամ, կայուն, մենք պետք է այդ գործը իրականացնենք։ Մենք հետադարձ ճանապարհ չունենք եւ իրավունք չունենք ժողովրդին հուսախաբ անելու։ Ուժը ժողովրդի մեջ է եւ այսօր եթե ժողովրդի 90-95%-ը լսելով իրենց պահանջները, իրենց խնդիրները, որը մենք լիարժեք կարողանում ենք դա իրականություն դարձնել եւ վերջնականապես այդ մեր նպատակ առաջարկը ծրագիրը իրականություն դարձնենք։ Դրա համար նորից եմ ասում, մենք իրավունք չունենք որևէ մի սխալ բան անելու, շտապելու, ոգևորվելու եւ ժողովրդին հուսախաբ անելու։ Դրա համար այսօր այդ վստահությունը, այդ հիմնական գործունեությունը մեր վրա է դրված, մենք էլ ճիշտ հավասարակշռված քայլերով ճիշտ պետք է քայլենք համապատասխան, որ ամեն ինչ դա իրականություն դառնա։
Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնում լսելու նաև թիմակիցների տեսակետները, այն, որ ժողովուրդը դժգոհ է իշխանությունից եւ արմատական փոփոխությունների է սպասում, ակնհայտ է, բայց ակնհայտ է նաև, որ այսօր կա մարդկանց մոբիլիզացնելու խնդիր, կարծում են կուսակցության ներկայացուցիչները, այդ գործում առանցքային համարելով նորաբաց գրասենյակների դերը։ Բոլորս հասկանում ենք, որ այսօր իշխանափոխություն անելու համար առաջին հերթին հարկավոր է, որպեսզի մենք ընդգրկենք լայն մեծ հասարակական շերտեր։ Իսկ լայն մեծ հասարակական շերտերի հետ իրենց զգացմունքը, իրենց կարծիքը հասկանալու համար պետք է շփվենք բոլոր հասարակական շերտերի հետ եւ կարծում եմ այն շտաբերը, որ ասում ենք ստեղծվի տարածքային կազմակերպություններում եւ ասենք գրասենյակների կից, մենք պետք է մարդկանց մեջ մտցնենք մի այնպիսի իրավիճակ, մի այնպիսի միտք, որ հասկանան, որ յուրաքանչյուր օջախ, յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր բնակարանի մեծ տղամարդ դառնալու է շտաբի տեր։ Մենք այս ամեն ինչը պետք է վերածենք համազգային պայքարի, պարոն Ծառուկյան, մենք շփվում ենք մարդկանց հետ եւ հասկանում ենք, լուրջ եմ ասում, անկեղծ։ Այսօր մարդիկ միակ հույսը կապում են ձեզ հետ։ Ես անձամբ ողջունում եմ այս գաղափարը։ Մեր առաջնորդի 24-ի առանցայնարարությունը գրասենյակներ բացել, ավելի լայն հասարակությանի շերտերը ընդգրկել շարժման մեջ միանշանակ ողջունում եմ։ Դա իր արդյունքը կտա, որ հետևանքները մենք կտեսնենք։ Հասարակությունը իրոք պատրաստ լինելով հանդերձ մի զգալի հատված կա, որ տունը նստած է ուզում, որ այս փոփոխությունը լինի։ Սա շատ մեծ շերտ է, ու մենք աշխատանք է պետք տանել, որպեսզի նրանք դուրս գան եւ այս ամեն ինչի մասնակից դառնան, որովհետեւ տունը նստած ամենատարբեր ոլորտներից իրենց դժգոհությունը հայտնում են, իրենց կարծիքը հայտնում են, բայց գործնական քայլերի դուրս չեն գալու։ Եվ մենք ճիշտ ուղու վրա ենք, որպեսզի անցնենք ավելի գործնական քայլերի։ Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր սիրահար, որտեղ հիշեցեք աշխատել։ Ես կոնգրեսիցիան պատասխանում, բոլոր 35 գյուղերում այցելենք, մեր ակտիվիստներով տուն մտնենք, դրանց անհասկանալի դրանց եւ 5-10 կամ ներկայացրու պարոն Ծառուկյան, Սիսանի 40,000 հատկապաշուց 80% կողմը, 30% դեմը, պես կենա, որ ստու բարակ կողման չէ։ Իշխանության կողմի ժողովուրդը ակրամարված է։ Իսկ ես պահենք պետք է օգտագործենք։ Ասենք ծայրամասենք գյուղեր քեզ դեմա։ Էմադով ես չաչում, քեզ դեմա։ Էլի գան բոլորը պատմենք իշխանություններին։ Առաջարկում եմ գյուղ ակնուղ ըստ մատյանների ներկայացրել, վերլուծական ներկայացրել պարոն Հարությունյանին ու ասենք հաջորդ քայլին։ Օրորի հետ են գնում, ամեն ինչ ավելի վատանում է, իսկ վատարած մի օրը դա մի ամսում չի վերականգնվի։ Ուրեմն մարդը պետք է իր անձնական շահը մի կողմ դնի, որ կարողանա ընդհանուր ավելի լայնամասշտաբ մտածելով, քայլ կատարելով։ Իսկ այսօր այդ վստահությունը հարգանքը մենք բոլորս իրար հետ ենք ստեղծել։ Ես զրուցել եմ տարբեր քաղաքական, ասենք թե գործիչների հետ, մարդկանց հետ, ով լսելով իրոք շատ ջերմ ընդունում է, որ ողջունելի է, այո, առաջի անգամ համապատասխան դրազգային շարժումը, որ բոլորն էլ տեղյակ լինեն, համապատասխան մարդկանց կարծիք իմանան, իրենց մոտեցումը եւ իրենց պահանջը։ Որ ասելով հիմա եթե sense բանի դու մասնակցում ես, թե չես մասնակցում։ Քո պահանջը սա է, ուրեմն մենք լուծում ենք, մենք այս հարցը բարձրացնում ենք։ Սա աշխատանքը, որ մենք լիարժեք պետք է ճիշտ կատարենք, տեղեկացնենք մարդկանց, համապատասխան տեղյակ լինեն, երբ որ դուք պատրաստ եղաք, իմացի, որ մենք երրակով որոշելու ենք ու արդեն օրը, ժամը, տեղը անենք։ Այս պատմության մեջ նման վերջի տարիներին նման գրակետ շարժում չի եղել, որովհետև բոլորն են տարբեր մարդկանց ավելի հակասախնդրությունների, խնդիրների ու շատ կարճ ամեն ինչ մարել է։ Այս ծրագիրը, քայլերը ամենաճիշտն են եւ դա ասում են այլ ժողովուրդը տեղում ունի, որ շփվում ես, քայլում ես, խոսում ես, ասում են սա գրագետ քայլեր են։ Եվ այս գրագետ քայլերը այո, բերել են մեզ հաջողության անկասկած։ Էմոցիաներից դուրս հաշվարկված սառնասիկ։ Այսօր ձեր այդ ինքնավստահությունը եւ էմոցիաներից սառնասիկ պրագմատիկ ելույթը մեկ անգամ եւս մեզ տալիս է այն վստահությունը, որ եթե այսօր այս շարժման առանցքային լիդերը պատասխանում տանող ուժը հստակ գիտի ինչ է ուզում, ինչպես է պետք անել, ումով է պետք անել, դա մեզ վրա դնում է այն լուրջ պատասխանատվության զգացումը, որ դուք պատրաստ եք։ Մենք պետք է հստակ այս հանդիպումներից առաջ ամեն ինչը հաշվարկենք,
ինչ շերտերի հետ եք հանդիպելու, այն ինչ խնդիր եք լուծելու, եւ ամենակարևորը ոչ մեկ իրավունք չունի գա, այստեղ ոչ ճիշտ տեղեկատվություն տա, եթե վատը, լավ, սա շատ կարևոր է։ Մենք պատրաստ ենք ձեր կողքին կանգնելու վստահաբար այս համաժողովրդական շարժման կայացմանը։ Այսօր մենք պատրաստ ենք յուղերով հետ, օդքաղերով հետ, շենքերով հետ, գնենք սաղին, քարոզենք, սաղին ասենք, սաղին ծրենք, պատրաստ ենք։ Այն, որ ժողովրդի 99.9%-ը ներողություն սա իմ կարծիքն է, այո դժգոհ է, այո վրթովված է, սպասում է շատ արագ հրատապ փոփոխությունների, դա ակնհայտ է։ Այն, որ ժողովրդի գերակա մեծամասնությունը, եթե ոչ ամբողջությունը սպասում է այդ փոփոխությունը եւ հույս է կապում մեզ հետ, պարոն Ծառուկյան, ձեր անձի հետ, մեր քաղաքական ուժի հետ ու մեր գործընկերների դա եւս ակնհայտ է, բայց մենք ունենք մոբիլիզացիայի խնդիր։ Մենք ունենք մարդկանց մոբիլիզացնելու, այո այդ մարդիկ կան, սպասում են, անհամբեր են, ուզում են հենց այսօր, հենց հիմա, բայց իրենք մոբիլիզացված չեն։ Այդ մոբիլիզացիայի համար անհրաժեշտ է կազմակերպչական աշխատանք տանել։ Ամենակարևորը մարդկային արժեքը դա վստահությունն ու հավատն է, եթե մարդիկ հավատում են, ուրեմն դու պետք է ծանոթության տակ էլ մտնես։ Ես այդ բոլորը գիտակցելով հանդերձ ասում եմ, եւ քանի որ պատասխանատվություն ին վրա է, ես թույլ չեմ տալի ոչ պարտություն, ոչ իմ թիմի որից է մեկի մատը փուշ մտնի, ոչ էլ ժողովրդի։ Եթե կարելի է գրագետ ձևով, նորից եմ ասում, ռիսկի դիմում այն մարդը, որ ճար չկա, կամ ես կոմա, կամ են կոմա, բայց հաղթանակը մերն է, ժամանակը մերն է, ապագան մերն է։ Նիստի ավարտից հետո ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ընթերցում է կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը։ Ի կատարում են Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի օկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչեցրած համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու եւ դրանց կառուցվածքային եւ կազմակերպական լուծումներ տալու մասին հայտարարության որոշում։ Առաջին, լիազորել ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ, ազգային ժողովի պատգամավորներ, Նաիրա Զոհրաբյանին, Ստեփան Մարգարյանին, Վարդան Օսկանյանին, խորհրդակցել ոչ իշխանական քաղաքական կուսակցությունների հետ, ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ համաժողովրդական շարժման համակարգված գործունեությունն ապահովելու նպատակով։ Կուսակցության Երևանում եւ մարզերում տեղակայված գրասենյակները տրամադրել համաժողովրդական շարժման քաղաքական խորհրդին համաժողովրդական շարժման գրասենյակներ հիմնելու նպատակով։ Հաստատել համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների աշխատանքների հիմնական ուղղությունները։ Երկրորդ, լիազորել քաղաքական խորհրդի անդամներ, ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանին, Ստեփան Մարգարյանին, խորհրդակցել արտախորհրդարանական կուսակցությունների հետ համաժողովրդական շարժման հետ աշխատանքային ձևաչափ ստեղծելու համար։ Երրորդ, լիազորել քաղաքական խորհրդի անդամ, ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, խորհրդակցել ոչ իշխանական ուժերի հետ համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների միասնական տեղեկատվական դաշտ ստեղծելու եւ միասնական տեղեկատվական քաղաքականություն վարելու համար։ Չորրորդ, լիազորել քաղաքական խորհրդի անդամներ, ազգային ժողովի պատգամավորներ Վահան Բաբայանին եւ Էլինար Վարդանյանին, խորհրդակցել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ այլ հանրային խմբերի հետ նրանց համաժողովրդական շարժմանը ներգրավելու եւ միասնական օրակարգ ձևավորելու նպատակով։ 5-րդ, լիազորել քաղաքական խորհրդի անդամ, ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանին, խորհրդակցել ոչ իշխանական ուժերի եւ համաժողովրդական շարժմանը հարող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների հետ համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների, ինչպես նաեւ քաղաքացիների իրավական աջակցության ծրագիր կազմելու եւ իրականացնելու հարցի շուրջ։ 6-րդ, լիազորել քաղաքական խորհրդի անդամ, ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանին, խորհրդակցել ոչ իշխանական ուժերի եւ համաժողովրդական շարժմանը հարող քաղաքական եւ հասարակական կառույցների, Սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ արտերկրում համաժողովրդական շարժման գրասենյակներ ստեղծելու եւ հայաստանյան գրասենյակների հետ համակարգված աշխատանք կատարելու հարցի շուրջ։ 7-րդ, լիազորել քաղաքական խորհրդի անդամ, ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, խորհրդակցել ոչ իշխանական ուժերի եւ համաժողովրդական շարժմանը հարող քաղաքական եւ հասարակական կառույցների հետ երիտասարդական կառույցների համագործակցության եւ միասնական ծրագրերի իրականացման շուրջ։ 8-րդ, լիազորել քաղաքական խորհրդի աշխատանքները համակարգող ազգային ժողովի պատգամավոր Աբրահամ Մանուկյանին,
Խորհրդակցել խորհրդարանական ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների և ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարների հետ հետևյալ հարցի շուրջ բացել կուսակցության նոր գրասենյակներ և տրամադրել դրանք համաժողովրդական շարժմանը այն բնակավայրերում, որտեղ չկան կուսակցության գրասենյակներ և կա ոչ իշխանական ուժերի ներկայացվածության նպատակահարմարությունը ու քաղաքացիների ցանկությունը։ Կազմակերպել համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների բնականոն աշխատանքները։ 9. Լիազորել ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներին իրենց նախընտրած ուղղություններով ակտիվորեն աշխատելու և մասնագիտական ու մարդկային կարողություններն ի նպաստ շարժման ներդնելու համար դիմել համապատասխան համակարգողներին։ 10. Նախորդ բոլոր կետերով լիազորված անձանց հանձնարարել երկշաբաթյա ժամկետում ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություն ԲՀԿ նախագահին և ԲՀԿ քաղաքական խորհրդին։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան։ Որոշման նախագիծն ընդունվում է միաձայն։ Հանդիպման ավարտին կուսակցության նախագահի հորդորը մեկն է։ Ամենակարևորը, ես ասում եմ, այսօր հարգանքը կա, վստահությունը կա, հավատքը կա, հաջողությունը կա, դուխներդ բարձր, տեղը տեղին ճիշտ, կազմակերպված, առանց ավելնորդ բառերի, տեղը տեղին կազմակերպված, ոչ թե ասեցին գնացինք, այլ գործունեությունը սկսում եք։ Սկսում եք համապատասխան ինչ հանձնարարություն կստանաք, որ հարցերում ճիշտ մարդկանցով, ճիշտ աշխատանքով։ Շնորհակալություն, ստեսություն, էլի կհանդիպենք։ Շնորհակալություն։ Վարդուհի Մելտոնյան, Հովանես Քյուրքչյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։